Եվ այսպես ուշադրություն դոկի Վարդան Ղուկասյանի վերաբերյալ նոր մանրամասներ արդեն քաղաքական տեսանկյունից սա նաև շատ կարևոր է հասկանալու համար, որ ինչպես են Միացյալ Նահանգներում վերաբերվում միգրանտներին, այսինքն ուրիշ երկրից Ամերիկա ապրելու նպատակով տեղափոխվածներին, եթե Ամերիկայի այս կառավարությունը ունի Հայաստանի ներկա կառավարության հետ լավ հարաբերություններ, դա բացասական է ազդելու Վարդան Ղուկասյանի դոգի վրա։ Այսինքն կա այդ վստահությունը, Հայաստանում կա ընդունված ժողովրդավարություն, այսինքն եթե դու ժողովրդավարություն ես տարածում Հայաստանի կառավարության մասն է խոսքը, ուրեմն չի կարող ինչ-որ մեկը գնալ Ամերիկա ու ասել, որ ես եկել եմ հանձնվեմ, որովհետև իմ պետությունը ժողովրդավար երկիր չէ, բռնապետեր են և ես փախել եմ բռնապետությունից։ Սերժ Սարգսյանի նախկին իշխանությունների ժամանակ Ամերիկա փախնելը կամ Եվրոպա փախնելը եղել է շատ հեշտ։ Գնացել են մարդիկ, հանձնվել են, ասել են, որ մեր երկրում տիրում է բռնապետություն։ Մենք չենք ուզում ապրել նման երկրում, քանի դեռ նախագահը Սերժ Սարգսյանն է և իր թիմը։ Եվրոպան հասկանալով, որ այո, Սերժ Սարգսյանը բռնապետ է, Ամերիկան հասկանալով, որ Սերժ Սարգսյանը բռնապետ է, ընդունել են։ Այսինքն նաև իրանք ընդունել են, որ Սերժ Սարգսյանը բռնապետ է։ Այդ մարդկանց տալով փախստականի կարգավիճակ, իրենք ընդունել են, որ Հայաստանում տիրում է բռնապետություն, եւ ինչ ենք ուզում ասել, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան ըստ էության լավ հարաբերություններ ունեն Հայաստանի կառավարության հետ։ Ոչ մի պետություն չի համարում, որ Հայաստանը այժմ բռնապետություն է, Նիկոլ Փաշինյանին բռնապետ ոչ մեկ չի ճանաչում, եւ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի վարկանիշ եվրոպական եւ ամերիկյան պաշտոնյաների մոտ, եւ հետեւաբար դա ստեղծել է նաեւ խնդիրներ, որ մարդիկ Մեքսիկայով հասել են Ամերիկա, հանձնվել են Ամերիկային ու խնդիրների առաջ են կանգնել, ասել են, որ դուք բռնապետ պետությունից չեք եկել, դուք չեք կարող ապաստանի իրավունք ստանալ Ամերիկայում, ինչը այսօր նաև աշխատելու է Վարդան Ղուկասյանի դեմ։ Եվ շատ բարդ դատական պրոցես է ընթանալու, շատ բարդ։ Վարդան Ղուկասյանի փաստաբանները հայեր չեն, փորձել են իր հովանավորները, այսինքն իր կողքին կանգնած մարդիկ հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի պրոֆեսիոնալ մարդիկ ներգրավվեն, ինչպես իր աջակիցներն են հայտնում, մենք այդպես ենք տեղեկանում, այսինքն բարդությունը այնքան է, որ Լոս Անջելեսում ապրող հայության մեջ չգտնվեց լոյեր շատ ուժեղ եւ փնտրել են ուրիշ ազգերի միջև, որպեսզի կարողանան ավելի ամերիկյան ոճի ներկայացնեն դատավորին իրավիճակը եւ ավելի լավ կարողանան դատավորի հետ շփվել։ Վարդան Ղուկասյանի դեմ մենք էլի ենք ասել, որ հարուցվել են քրեական գործեր ամբողջությամբ իր եթերների հայոյանքների պատճառով։ Անձնական վիրավորանքներ, մարդկանց ընտանիքներին վիրավորանքներ, երեխաներին, մենք սա դատապարտում ենք եւ եթե նա կրկին վերադառնա եթեր, ուղղակի կոչ ենք անում, միգուցե դա ինքը չլսի եւ շարունակի, բայց կոչ ենք անում որպես հայ չհայոյել մյուս հայերի երեխաներին։ Թալանչիա մարդը, խնդրեմ, ինչ ուզում ես իրան անձնական ասա, բայց էդ էլ է դատապարտելի։ Բայց եթե դու գտնում ես, որ դու պետք է ասես, ասա եւ իհարկե դրա պատասխանատվությունն էլ կրիր, բայց երեխաներին չի կարելի վիրավորել անկախ նրանից դա Վովա Գասպարյանի երեխան է, թե Սերժ Սարգսյանի թոռնիկն է, թե Գագիկ Ծառուկյանի թոռնիկն է, երեխան է, պետք չի կպնել ոչ մեկի երեխային եւ այսօր այդ քրեական գործը, որ այսքան բարդացել է, Միացյալ Նահանգների դատարանը բացում է եւ նայում է նաեւ Վարդան Ղուկասյանի եթերները, իհարկե դրանք թարգմանությամբ անգլերեն լեզվով թարգմանում են երդվյալ թարգմանիչները, որ որևէ բառ չեն կարող սխալ թարգմանեն եւ դատավորը տեսնում է, որ այս մարդը հայոյում է Միացյալ Նահանգներ ինքը խոսքի պետություն է, ժողովրդավար պետություն է, նույնիսկ Դոնալդ Թրամփի օրոք այս ամեն ինչին իրանք շատ խիստ են վերաբերվում եւ որևէ բան ժողովրդավարությանը չի կարող վնասել եւ միգուցե որոշակի հայոյանքներ իրանք կարողանան ներել, բայց նաեւ կան հայոյանքներ, որոնք նույնիսկ Ամերիկայում, որը ժողովրդավար պետություն է, դա այդքան էլ ներելի չի։ Եվ սա Վարդան Ղուկասյանի համար շատ բարդացնում է պրոցեսը։ Ալեն Սիմոնյանը ասաց, որ որևէ բան անհետևանք չի մնալու եւ այո, աշխարհում ընդհանրապես ոչ մեկ իր արարքի համար անպատիժ չի մնում,
Վարդան Ղուկասյանը միգուցե պատժվի հայհոյանքների համար, կան մարդիկ, ովքեր որ ավելի ծանր հանցագործություն են արել, քան հայհոյանքներ, օրինակ ինձ համար ավելի ծանր հանցագործություն է 50,000 դրամով գնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի 30% բաժնեմասը եւ այն վաճառել միլիոնավոր դոլարներով եւ յուրացնել այդ փողերը մեծ հարված հասցնելով պետությանը, քան մի քանիսին հայոյել։ Եթե Վարդան Ղուկասյանը պետքա սրա համար պատասխան տա, իսկ նա այո պետքա պատասխան տա հայհոյանքների համար եւ բոլորը պետքա պատասխան տան իրենց արարքների համար, գլխավոր դերում պետքա հայտնվեն այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունը թալանել են ու շարունակում են ազատության մեջ մնալ, կառավարությանը կոչ ենք անում զբաղվել այս մարդկանցով ավելի ակտիվ ձևով։ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում դատական համակարգը վերցնել սեփական ձեռքի տակ, մի քանի ամիս թափ տալ ամբողջ դատական համակարգը ու կտեսնի, թե ոնց է պետությունը փոխվում։ Եվ էլ հայոյելու կարիք չի լինի, որովհետև եթե երկրում օրինական է ամեն ինչ, ոչ մեկ ռիսկ չի անի մեկին հայոյի, կլինի հանցագործություն, հանցագործը կպատժվի, էլ հանցագործին նույնիսկ հայոյելու որևէ պատճառ, առիթ չի լինի։ Թալանել ես, գնա, խնդրեմ, նստիր եւ թալանածդ էլ պետությունը կվերցնի իրան։ Էլ ոչ մեկ թալանչին չի հայոյի, որտեվ նա կկրի իր պատիժը։ Բայց եթե տեսնում ես մարդիկ պատիժ չեն կրում, ի հայտ են գալիս մարդիկ Վարդան Ղուկասյանի նման, որոնք հայհոյում են, որը աշխատում է այս դեպքում ընդդեմ Վարդան Ղուկասյանի։ Եվ այսպես ուշադրություն, հրատապ տեղեկատվություն միացեք մեր ալիքին, որպեսզի առաջին հերթին հենց դուք տեղեկանաք գլխավոր իրադարձությունների մասին։ Թրամփը կասեցրեց Ուկրաինային ամբողջությամբ Միացյալ Նահանգների ռազմական եւ ֆինանսական աջակցություն։ Սա ըստ էության պատժամիջոց էր Ուկրաինայի նկատմամբ Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի տեղի ունեցած բանավեճի պատճառով։ Միացյալ Նահանգների իշխանությունների հետ դեռևս ոչ մի պետության ղեկավար նման ձևով չէր խոսել։ Եթե դու գնացել հասել ես Վաշինգտոն, գտնվում ես Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփը իրականում հենց սկզբից, երբ որ Մակրոնին 2 օր առաջ Սպիտակ տան դռների մոտ չէր դիմավորել, Մակրոնը մեքենայից իջնում է եւ նրան դիմավորում է ոչ թե Թրամփը, այլ Սպիտակ տան արարողակարգի ղեկավարը։ Բայց Դոնալդ Թրամփը իջել եւ դիմավորում էր 2 օր անց Սպիտակ տուն ժամանած Զելենսկին, այսինքն սա արդեն բարեկամական եւ լավ սկիզբ էր։ Ըստ էության Զելենսկին վաղուց էր Թրամփի վարչակազմին նյարդայնացրել դեռևս այն ժամանակվանից, երբ որ նրանք Սպիտակ տանը դեռևս չէին գտնվում, այսինքն նախընտրական ժամանակահատվածներում։ Ինչ է լինելու հիմա մեղադրում են Թրամփին, թե Թրամփը աջակցում է Պուտինին։ Թրամփը որևէ մեկին չի աջակցում, Թրամփը աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական շահին։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը ուժեղանալու է։ Սա նշանակում է ընդամենը մեկ բան. Ամերիկան փորձ է անում Ռուսաստանի Դաշնությանը վերահսկողության տակ վերցնել եւ օգտագործել ընդդեմ Չինաստանի։ Իհարկե ռուսական քաղաքականությունը այդքան միամիտ չի